թիրախավորել մարդուն, ով մասնագիտական աշխատանք է կատարում միայն նրա բերումով, որ պաշտոնյայի կին է, սա էլ եկեք համաձայնենք, որ ճիշտ չէ, եւ եթե մենք ուզում ենք աջակցել այլ կանանց, նրանց ներգրավվածության եւ այլ առումներով, ապա պետք է այս գործելավոճը ուրեմն թողնենք, այնպես որ եկեք մենք էլ հիմա այս մեր ճեպազրույցով չթիրախավորենք մարդկանց նրա բերումով, եթե գործ չհարուցված չլիներ, դուք կարող եք ասել, որ կա նման ուրեմն մամուլում կամ չգիտեմ, նման խոսակցություն, որ նրա կողմից էլ է եղել որոշակի, հա, գործողություններ, կասկածանք կա, ես էլ կասեք ինչի չի գործ հարուցվում, այստեղ նրա դիրքն է միգուցե պատճառը, բայց հիմա երկու անձի հետ կապված էլ կա հարուցված քրեական գործ։ Եվ չկա մտավախություն, որ Հայկ Կոնջորյանը լինելով ազգային ժողովի փոխնախագահ իր լիազորությունների շրջանակներում կփորձի միջամտել։ Պարոն Կոնջորյանը պակաս դիրք չուներ մինչ այսօր, նա իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է եղել վերջին 5 տարիներին, եւ եթե նա որևէ լծակ օգտագործել ուներ, դա էլ հարմար պաշտոն էր։ Տիկին Հակոբյան, եթե կարելի է, Արեգնազ Մանուկյանի դստեր հետ կապված շատ են բարձրաձայնել, որ չի թույլատրվում 13-ամյա դուստրը հանդիպի նրա հետ, որպես կին պատգամավոր եւ ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին։ Շատ լավ։ Իհարկե ինձ համար որպես պատգամավոր, որպես կին մայր, շատ կարևոր է, որ ցանկացած դեպքում երեխայի լավագույն շահը չտուժի, եւ ես շատ ցավում եմ, որ 13-ամյա երեխան չի կարողանում տեսակցել մորը, բայց նաև որպես պատգամավոր հաշվի առնելով նաև ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման ուրեմն սանկցիա է մտածել, որոշել, որովհետև ելի եմ ասում հաշվի եկեք առնենք, թե ինչ ծանրագույն մեղադրանք է առաջադրված տիկին Մանուկյանի նկատմամբ, համենայն դեպս շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու, բայց չեմ ուզում էլի հիմա եզրահանգումներ անել գործի հետ կապված նախաքննություն է ընթանում։ Տիկին Հակոբյան, ընդհանուր առմամբ կպահականների ելույթները լսելիս տպավորություն է, որ անհաշտեք միայն նախկինների դեմ պայքարում, իսկ թիմակիցների հետ կապված նույն սկզբունքները գրեթե չեք իրավունք։ Այդ տարբերությունը ինչի բերումով եք տեսել օրինակ, ես ինչի հետ եք համեմատում, հա, իհարկե նախկինների հետ մենք հեղափոխություն ենք արել ու հիմա էլ պայքարում ենք նախկինների դեմ, ովքեր հենց հիմա նստած են ընդդիմադիր երկու խմբակցություններում։ Ուժեղ Հայաստանի դաշինքը ներկայանում է իբր նոր ուժ, բայց մեծ մասը հանրապետական կուսակցությունից եկած մարդիկ են, ել չեմ ասում խմբակցության ղեկավարի հոր ով լինելը, այնպես որ իհարկե պայքարում ենք, մեր թիմակիցների հետ կապված ասեմ, որ մենք երևի ամենաանողոքն ենք եղել մեր թիմակիցների հանդեպ, մենք ինքնահայեցմամբ մշտապես ենք զբաղվել եւ միայն մեր իշխանության օրոք է, որ դուք տեսել եք գործող նախարարի, փոխնախարարի, падգամավորի նկատմամբ, հա, անգամ կալանավորման, ձերբակալման դեպքեր, հարուցված քրեական գործեր եւ ասել, որ մենք բան ենք, աչք ենք փակում մեր թիմակիցների խնդիրների դեմ, այդպես չէ։ Տիկին Հակոբյան, կներեք էլի մեկ հարց տամ։ Տիկին Հակոբյան, տեսեք, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, հա, պետականացնելու, վերցնելու այս գործընթացին հետ մեկտեղ նաև մուլտի վելնեսն է վերցվել, նայեք, ի սկզբանե հայտարարվել էր, որ տարածքն է ապօրինի եւ այն պետք է վերցվի։ Բայց այս դեպքում քաղաքապետարանը ինչ գործ ունի Գագիկ Ծառուկյանի, օրինակ տրինաժորի զալի այդտեղ արկա գույքի հետ, իդեպ Ավինյանը եւս, հա, Ավինյանը այնտեղ ըստեյության արդեն ըստ տնօրենի հայտարարության հիմա ոնց որ փայլակի հարցն է, հեսա դուք էլ հարց։ Եվ նաև ըստ տնօրենի հայտարարության Տիգրան Ավինյանը ծրի է պարապել այնտեղ, սա նաև ըստ էության Եվ բայց այստեղ խնդիրը ժողովուրդ, ես ինչ կապ ունեմ ինչ որ մեկի նվեր ստացած ենթադրյալ քարտի հետ, էլի։ Եթե ինձ հետ է կապված, ինձ հարց տվեք, իսկ իմ ինչ որ մի թիմակցի ու ինչ որ մի Չէ, այստեղ խնդիրը որ ըստեյության բայց ինչ վերաբերում է մուլտի վելնեսին, դուք գիտեք, որ ապօրինություններով
էր այդ շինությունը, տարածքը վերցված եւ մեզ ամենաշատը այս տարիների ընթացքում հեղափոխությունից հետո հենց քննադատում են, որ նախկին ապօրինությունները մինչև վերջ բացահայտված չեն։ Դուք հիմա ամեն անգամ, երբ որ մի բացահայտում է լինում, ամեն օր նմանատիպ բաներ է, չէ՞, բացահայտվում, անգամ վարչապետը հատիկ առ հատիկ հեշտեգով դնում է։ Որևէ մի դեպքում լրատվամիջոցները այսպես չեն բարձրախոսները դեմ տալիս, ինչու այսինչ համայնքի այսքան հեկտար տարածքը վերադարձվեց օրինակ համայնքին, հասարակությանը կամ չգիտեմ, այդ ապօրինությունները շտկվեցին։ Չեք անում, որովհետև միգուցե այն մարդիկ, ովքեր օրինակ այդ դեպքում ապօրինություն, շնորհակալություն ձեզ անձամբ, գնում որովհետև ուրեմն այն մարդը, որը միգուցե այդ ապօրինություններն արել է եւ հիմա վերադարձվել է ապօրինի գույքը որոշակի, չունի լրատվամիջոցներ կամ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում։ Հիմա մշտապես բերել եւ այդ քաղաքականության մեջ որևէ ներգրավվածություն ունեցող մարդկանց այսպես դարձնել քաղհալածյալներ, աչք փակելով այն հիմքի վրա, որի հետ կապված նրանց հետ առնչվում է պետությունը, սա էլ եկեք ընդունենք, որ ազնիվ չէ։ Իսկ մնացած հարցերը գույքն է, նաև անցել, միայն հողն է, անունն է փոխվել, ցուցանակն է փոխվել, ես դրան չեմ տիրապետում, ես մոտով չեմ, կյանքում չեմ մտել այդ համալիր։ Տիկին Հակոբյան է, որ Ավինյանը ձերին տեղ պարապել է։ Ես ախր ինչ գիտեք, ես չգիտեմ։ Ես չգիտեմ, եկեք պարոն Ավինյանին կհարցնեք, ինքն էլ հաջողակի շփումացած։ Դուք խնդիր համարում եք, որ իշխանության ներկայացուցիչը թանկարժեք նվեր է վերցնում բիզնեսի ներկայացուցչի։ Ինքս չեմ օգտվել նվերի, չէ, ես իմ կարծիքն եմ ասում, չեմ օգտվել, որովհետև նաև նման սահմանափակում ունեն պաշտոնյաները։ Հակոբյան շատ է խոսվում Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնների մասին։ Դուք տեղեկություն ունեք, նոր պաշտոններն է Ալեն Սիմոնյանը, օրինակ դեսպանի պաշտոնը։ Ես տարբեր վերնագրեր կարդում եմ լրատվամիջոցներում եւ ինքս չեմ տիրապետում պարոն Սիմոնյանը ինչ որ աշխատանքի պաշտոնի առաջարկ ունեցել է թե ոչ, բայց ուրեմն հանգստից վերադառնալուց հետո պարոն Սիմոնյանի նա շատ հաճախ լինում է փողոցներում, սրճարաններում Երևանի, դուք կարող եք նրան էլ հարցնել կամ ինքը միշտ այդպես ձեզ հետ ակտիվ է շնչում, ինքը շփվում նաև ինքը իր սոցցանցերն է ակտիվ օգտագործում, այնպես որ դուք կարող եք իրենից էլ հարցնել, բայց այն որ պարոն Սիմոնյանի ուրեմն հմտությունները, փորձառության կարիքը մեր իշխանությունը, մեր հասարակությունը նաև այդ պահանջը բարձրաձայնում է, դա էլ է հաստատ, այնպես որ այդպես հիմա տեսնում եմ բան պարոն Սիմոնյանին իբր վերջ, ինձ էլ հարցեր են տալիս լրագրողները, թե պարոն Սիմոնյանին պաշտոնի նշանակում։ Օրինակ շատ են գրում, քիչ առաջ էլ մի նամակ եմ օրինակ ստացել, ձեզ էլ կարող եմ ցույց տալ, շատ են ուզում պարոն Սիմոնյանին տեսնել էլի ակտիվ քաղաքականության մեջ։ Որ այդ բողոքով զանգվածը փողոց դուրս գա պարոն Սիմոնյանի պաշտոնը նշանակելու պահանջը։ Դրա կարիքը չկա, հարգելի Նարեկ։ Տիկին Հակոբյան, ազգային ժողովի փոխնախագահի ուժեղ Հայաստանի թեկնածուն պարոն Արամ Վարդևանյանն է, դուք նախորդ ազգային ժողովում հնարավորություն ունեցել եք աշխատել պարոն Վարդևանյանի հետ։ Ձեր կարծիքը ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու որպես նրա մասին եւ մասնավորապես ձեր դիրքորոշումը քվեարկության մասով։ Մենք միացյալ դիրքորոշում չունենք, որովհետև չենք քննարկել այդ հարցը։ Պարոն Վարդևանյանի շատ կարճատև Հայաստան դաշինքի շրջանակներում շփումներից հիշում եմ, որ հավասարակշռված այդպես պատգամավոր էր ի տարբերություն իր այլ թիմակիցների, բայց մենք չունենք որոշում եւ նաեւ եկեք հաշվի առնենք, որ սա այսպես ասած ավելի շատ պահանջ է, որովհետև դա ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոն է եւ ողջունելի է, որ ուժեղ Հայաստան դաշինքը իրենց ուժին հասանելիք պաշտոնների համար թեկնածություններ կառաջադրեն։ Այսինքն վիժեցնելու գործընթացի մասին խոսք չկա։ Բայց մինչև հիմա ինչն ենք վիժեցրել, որ դա վիժեցնենք, բայց մենք չունենք որոշում, էլի։ Տիկին նախագահների թեկնածությունների մասով
Ես ձեր էջերում չեմ կարդացել, իսկ ես ձեզնից եմ նման բաները տեղեկանում լրագրողներից, չեմ կարդացել թե ում որտեղ են պատկերացնում, մենք մեր տեխնացուների մասին գիտեք, որ վարչությունում քննարկումից անմիջապես հետո վարչապետը հրապարակել է մեր տեխնացուների անունները, ուժեղ Հայաստանը չի հայտնել դեռևս որևէ դիրքորոշում, չեմ կարող ասել, բայց դա իրենց հասանելիք պաշտոններն են, այնպես որ թող առաջադրեն քննարկում կա դրա համար ուղիղ եթերում, մենք քննարկում հարց-պատասխան ելույթներով հանդես կգանք եւ մեր տեսակետները մենք խմբակցություն ենք եւ մեր խմբակցությունը կունենա միացյալ դիրքորոշում վստահեմ մենք այդ քննարկումների արդյունքներն էլ ենթադրում եմ որ կհրապարակենք Տիկին Հակոբյան երկու հարց ունեմ էլի նախ գուցե անդրադարձակ ես չլսեցի եթե ասել եք կարող չպատասխանել Կոնջորյանի մասով հնարավոր է խմբակցությունը վերանայի որոշումը եւ օրինակ չընտրի պարոն Կոնջորյանին նախագահ ազգային ժողովի եւ երկրորդ հարցը Ադրբեջանից Հաջիևա սահմանադրության փոփոխություններից է կրկին խոսել եւ ասել որ ազդակներ են ստանում որ Հայաստանում լինելու է հանրաքվե հնարավոր է կա ինչ որ քննարկում Բաքվի հետ այդ մասով եւ չի հանրայնացվում կամ այդ ազդակները ինչպես են հասել Բաքու որ հանրաքվե լինելու է այն դեպքում որ Հայաստանում իշխող ուժը դեռ 2/3 չունի եւ այդ հարցի լուծումը իրավական առումով առնվազն տեսանելի չէ Մենք մեր ներքին հարցերը ինչու պետք է քննարկենք որևէ երկրորդ երկրի հետ։ Դա մեր ներքին հարցն է, իսկ ազդակներ մենք հրապարակային ասում ենք, մենք նոր սահմանադրության այդպես հանձնաժողով ենք ստեղծել, այսինքն դա տես թաքուն բաներ, որ ազդակներ է հասել Բաքու։ Եթե մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, եթե մենք խոսում ենք, ունենք նախագիծը, ասում ենք, որ առաջիկայում հրապարակելու ենք այդ նախագիծը, մենք ասում ենք, որ շատ կարևոր այդ թվում դատական համակարգի բազմաթիվ խնդիրներ այդ նոր սահմանադրության շրջանակում ենք պատկերացնում, որ պետք է լուծենք, ինչ ազդակի մասին է խոսքը, ասում ենք, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք այդ process-ներն առաջ տանել։ Բայց ինչպես Տիկին Հակոբյան կա արդեն պատկերացում, որովհետև ըստեյության խորհրդարանում նախագծի ընդունման անհրաժեշտ ձայները ԿՊ-ն չունի հնարավոր է հաշվի առնելով են կառուցողական մթնոլորտը, որ փորձում եք հաստատել նաև դիմության հետ, փորձեք համոզել, որ միանան ձեր օրակարգին։ Շատ լավ կլինի, որ նրանք էլ Հայաստանի շահը տեսնեն մեր հիմնարար փաստաթղթերում, կարևոր փաստաթղթերում, բայց գիտեք 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ։ Այսինքն, եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, падգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր Բայց դա ո՞նց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը, որովհետև գիտեք, որ պատմականորեն սահմանադրությունը ժողովուրդը չի ընտրել եւ կապ չի զգացել իր մայր օրենքի հետ, որով պետք է առաջնորդվի իր կյանքի բոլոր փուլերում եւ մենք ուզում ենք, որ նաեւ նոր սահմանադրություն ունենալու նպատակն էլ հենց դա էր, որ մեր ժողովուրդը ընդունի, ընկալի եւ առաջնորդվի իր սահմանադրությամբ, ոչ թե ձևական բնույթ կրի։ Տիկին Հակոբյան, ճիշտ հասկացա, որ դուք նկատի ունեք ժողովրդի ճնշման ներքո, նաև ընդդիմադիրները սահմանադրական այդ նախագծին կողմ քվեարկելու այդ սցենարն եք դիտարկում։ Մենք որևէ սցենար չենք դիտարկում եւ ժողովրդի ճնշումը ո՞րն է։ Ժողովուրդն է իշխանությունը եւ падգամավորներն են քվեարկում, այդ դա եմ ուզում հասկանալ։ Բայց այդ նույն падգամավորները չքվեարկեցին, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հա, դա է հենց հարցնում, դա ճնշման արդյունքում նաև դեռ։ Այո, որովհետև ժողովրդինն է իշխանությունը, եթե ժողովուրդն ուզի, որ ինքը ունենա այդ սահմանադրությունը, ասեմ հանրային կդրվի քննարկման եւ ժողովուրդը կունենա հնարավորություն իր կարծիքն արտահայտելու, ուզում է թե ոչ, հետո արդեն կհասկանանք ժողովուրդ, իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը, դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։ Իսկ Կոնջորյանի մասով ես արդեն պատասխանել եմ, բայց ես էլ նորից պատասխանեմ։ Պարոն Կոնջորյանը բավարար չափով պատասխանել է հարցերին, ամենասուր հարցերին, բարձաբանումներ է տվել, բայց մենք ընտրում ենք խորհրդարանի փոխնախագահին, ոչ թե հայփոստի որևէ պաշտոնյային։
Բայց դուք հաշտ եք Տիկին Հակոբյան, որ մի կառույց աշխատում է ըստ հրապարակման վնասներով եւ տնօրենը $10,000 է ստանում։ Ես ուրիշի աշխատավարձերը չեմ հաշվում, բայց ինքնաֆինանսավորվող հիմնարկ է եւ դուք ասում եք, որ ըստ որոշ տեղեկությունների, ես հստակ տեղեկություն չունեմ, պարոն Թունյանը, որը ժամանակին ներգրավվածություն ունեցել է նաեւ խորհրդում աշխատելու այդ կառույցի, շատ հստակ ներկայացրեց նաեւ իր հիմքերը փոխանցեց Նարեկ Կարապետյանին, եկեք ես հիմա հստակ բան էլ չկա, որ ինչ որ Տիկին Հակոբյանները դա էլ եմ պատասխան է, պարոն Մակարյան, դա էլ եմ պատասխան է ցանկացած բռնություն, խուլիգանություն, խստիվ դատապարտում եմ եւ գործ է հարուցված երկու դեպքով էլ եւ բռնության եւ ենթադրյալ ուրեմն խուլիգանության, այնպես որ համակարգը կորոշի թե ով ինչ է արել եւ բոլորը պետք է պատասխան տան, իհարկե հաշտ չի։ Համադայում էր, որտեղ էր վարչապետի հերավոր ազգականի հետ ինչ որ կոռուպցիոն վերջնական բան էլ չկար, կասկածներ կային, վարչապետը բան արեց, հրաժարական տվեց, հիմա այստեղ տեսնում ենք փոխնախագահի թեկնածուի կինը այս աղքատ երկրում $10,000 է ստանում, եղբայրը պարեկների ուղեկցությամբ հայոյելով ման է գալիս, այսինքն պարեկները հովանավորում են, որ ըստ էության հայոյող Ավետ Կոնջորյանի խաթրին կպնող չլինի, եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ էլի այսպես պաշտոնյական առաջխաղացում է լինում պարոն Կոնջարյանի համար, չպետք է սա արդյոք հաշվի առնվեր։ Ես նկատում եմ, որ 2 օր է պարոն Կոնջարյանի միակ քննադատությունը նրա մտերիմների մեկի մասնագիտական գործունեությունը, մյուսի ենթադրյալ մեղավորությունը, պարոն Կոնջարյանի հետ պարոն Կոնջարյանի տիկնոջ հետ կապված նրա գործունեությունն է, չէ՞ որ նա աշխատավարձի թեման է։ Այսինքն պարոն Կոնջարյանի հետ կապված ուրախ եմ, որ պարոն Կոնջարյանի հետ կապված որևէ քննադատություն չի հնչում եւ թիրախային հարցին պատասխանելով ասացի, որ չեմ հաշվում մարդկանց աշխատավարձերը, չեմ կարող գնահատել դա համահունչ է իր կատարած աշխատանքին թե ոչ, դա կարող եմ ասել։ Իսկ այս աղքատ երկրում լրագրողներն էլ վատ չեն վարձատրվում եւ սա բնավ աղքատ երկիր չէ, սկսենք այդտեղից։ Բայց միլիարդ պարգևավճար, ներողություն, դուք 5 միլիարդ պարգևավճար եք կես տարին մեկ հատկացնում ձեզ, ինչու պետք է ձեզ համար աղքատ լինի, Տիկին Հակոբյան։ Այդ ճակերտավոր աղքատ երկրի քաղաքացիներն են օգտվում այդ հավելավճարներից, դուք գիտեք նաև, որ նոր համակարգ է ներդրվել աշխատավարձերի բարձրացման համար, որպեսզի համակարգը նաև գրավիչ լինի, շատ լավ կրթությամբ, մրցակցային լինի աշխատավարձը մարդկանց համար, ու դուք գիտեք, որ վարչապետի հրապարակմանը ի պատասխան այսօր հրապարակվեց, որ շուրջ 1200 դիմում է եղել ռեյտինգային ամենալավ աշխարհի համալսարաններից, տարբեր մասնագետների ուրեմն ներգրավվածության ցանկության մասով, այդ թվում ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարդկանցից եւ ազգությամբ ոչ միայն հայերից, եւ սա նաեւ պատճառն է միգուցե այդ աշխատավարձերի վերանայվան, սա կարող եմ ասել։ Թիրախային հարցից կարող եմ որպես լրագրող մտահանգում անել, որ ձեր խոսքից հետևում է, որ անձը ներկայացնում է ինքն իրեն, տվյալ դեպքում պարոն Հայկ Կոնջորյանը եւ պատասխանատու չէ իր ընտանիքի անդամների գործունեության, կատարած ենթադրյալ հանցանքների եւ այլնի մասով։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը չի դիտարկում ընտանիքի անդամների հետ կապված այս զարգացումները, նրան ազգային ժողովի փոխնախագահ չընտրելու հետ կապված որպես խոչընդոտ։ Ես ինքս մտածում եմ, այո, ցանկացած չափահաս մարդ իր համար է պատասխանատու, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ մենք պաշտոնյաներ ենք եւ թիրախավորված ենք եւ ուշադրության կենտրոնում ենք։ Ես ինքս էլ երբեմն իմ օրինակ քրոջը կարող եմ ասել մեկնաբանություն մի գրիր, որովհետեւ ես ինչի պետք է սահմանափակեմ իմ քրոջ մեկնաբանություն գրելու, չէ, ազատությունը, բայց ուզում եմ ասել, որ այսպես միանշանակ չեմ կարող ասել, որ այո, բայց նաև այո, իսկ այո, չպետք է թիրախավորվեն մեր հարազատները, հատկապես հիշում եք, որ ձեր գործընկերներից մի լրատվամիջոց իմ անչափահաս դստեր լուսանկարներ հրապարակել քաղաքական հոդվածի ներքո, բայց լրագրողներից օրինակ քննադատություն այդպես էլ չտեսա։
Կոնջորյանին փոխնախագահ չընտրելու խոչընդոտ այս պահին Պետը նաև հայտարարեց, այդ նույն հարցը լրագրողները տվեցին վարչապետին, մենք վերանայում չունենք, հեսա պարոն Կոնջորյանը արդեն հասնում ենք եզրափակիչ ելույթին եւ ես վստահ եմ, որ պարոն Կոնջորյանը կընտրվի, նա լավագույն փոխնախագահի թեկնածուն է եւ վստահ եմ, որ շատ լավ փոխնախագահ կլինի։ Հակոբյան, եթե քաղաքական գործիչը պատասխանատու չի մերձավորների ընտանիքի անդամների արածների համար, բադագայիք շուտ ասեիք Մհեշ Սեդրակյաններին, Շմայսներին, Սուրիկ Խաչատրյաններին եւ մնացածին անընդհատ չհիշացնեինք իրենց ընտանիքի բարեկամների, եղբայրների, արածները։ Լևոն Քոչարյանը, որովհետև եկել է եւ падգամավոր է հիմա եւ ինքն է վերցրել իր վրա այդ պատասխանատվությունը եւ ես դեմ եմ ընտանիքի անդամների թիրախավորմանը ինքս էլ օրինակ այդ թեմայով եւ ես չեմ ուզում էլի խուսափեմ չեմ ուզում խուսափեմ հիմա չեմ ուզում էլի խուսափեմ պատասխանից հեսա ամբողջը պատասխանեմ ես ինքս դեմ եմ որ ընտանիքի անդամներին թիրախավորեն ձեր նշած մարդկանց օրինակ նույն Լևոն Քոչարյանը հենց հիմա падգամավորը ինքը ես ելույթով եմ անդրադարձել այն ժամանակ ինքը եկել է եւ առերեսվելու իր հոր արածների հետ որովհետեւ իր հայրը այդ խմբակցության առաջին համարն է եւ վարչապետի թեկնածուն հիմա իրանց խմբակցության բոլորը ինչպես ինձ հիմա կարող եք վարչապետից չէ նույն հարցերը տալ ես պատասխանատվություն կրում եմ որովհետեւ իշխանություն եմ կիսում նույնը Լևոն Քոչյանը ձեր նշած մնացած անուններից էլ ես որ լսում եի այդ բոլորը ներգրաված են եղել տարբեր բաներում օրինակ չգիտեմ ինչ որ ապօրինություններ եւ այլն եւ նրանց հանդեպ օրինակ այդպես էլ դուք այդ նախկին իշխանությունների օրոք դուք չեք տեսել հարուցված գործեր չեք տեսել եւ խնամքով թաքցված է եղել բոլորս իմացել ենք ով ինչ է անում մի հատ հիմա Երևանը հələ մեծ համայնք է մի հատ գնացեք փոքր համայնքներ գնացեք նույն ձեր ասած Սուրիկ Խաչատրյանի մարզ գնացեք հələ տեսեք այնտեղ ինչեր է արել ով չգիտի ով ինչ է արել իրենց բարեկամներն ինչեր են արել բայց լավ թաքցված է եղել։ Ես չասեցի չէ որ պատասխանատվություն չի կրում։ Ես ասացի որ մենք պետք է հասկանանք որ մենք ուշադրության կենտրոնում ենք եւ որոշակի մեր բարեկամներն էլ սահմանափակված են։ Ես իմ աղջկա դպրոց աշխատում եմ շատ քիչ գնալ, որովհետեւ դա որոշակի բան չընկալվի էլի Երբ որ եթե նույնիսկ չի լինում, անպայման գնում եմ սեպտեմբերի 1-ին եմ անպայման գնում նաև, որ աղջիկս իրեն ված չզգա, բայց ամեն առիթով չեմ գնում եւ դպրոցից էլ հարցրեք, որևէ առավելություն չունի դպրոցում։ Հետեւյալն է, եթե դուք Սուրիկ Խաչատրյանից, Մհեր Սեդրակյանից, մյուսներից պահանջում եք, որ պատասխանատվություն կրեն իրենց զավակների, եղբայրների, հարազատների վատ արարքների համար, քաղաքական պատասխանատվություն ունեք, դիմումը գրեն որ վարչապետը Գագիկ Ծառուկյանից Ես իմ աչքով տեսել եմ, շատ լավ, ես իմ աչքով տեսել եմ, որ քաղաքացի եւ մեր կուսակցական ընկեր Ավետ Կոնջորյանը բռնության է ենթարկվել մի քանի անձանց կողմից։ Դա տեսել եմ։ Մարդկանց տան մոտ հերմեր քրտվել է հետո արդարացնում։ Ես ձեզնից չեմ Ես դուք լսում եք ինչ եմ խոսում։ Ասում եմ մնացել հայր եւ մայր է հայոյել այդ մարդկանց տան մոտ բարեկների Ես խոսում եմ, ես միջև այդ մեկնաբանել եմ էլի եւ ասել եմ, որ եւ հայհոյանքը եւ բռնությունը խստիվ դատապարտում եմ։ Երկու դեպքով էլ հարուցված են գործեր։ Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանք տալը դատապարտում եք, չեք ասում։ Ասում եմ, իմ աչքով տեսել եմ, մի րոպե, ես իմ աչքով տեսել եմ բռնությունը, դատապարտում եմ։ Ենթադրյալ հայհոյանքը չեմ տեսել, բայց եթե եղել է, ես խստիվ դատապարտում եմ։ Չեմ տեսել, հիմա անկեղծ ասեմ, եղել է, հավատում եմ քեզ, ասում եմ խստիվ դատապարտում եմ։ Նորից կրկնեմ իմ երկու գործընկերներից հարցը։ Խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է։ Մարդու եղբայրը իրեն առերևույթ խուլիգանական արարք է թույլ տվել, նրանց ծեծել են էլի ձեր թիմակիցները, ԿՊ անդամ, երկուսը թող պատասխանատվության ենթարկեն քաղաքական։ Երկուսի հետ կապված գործ է հարուցել։ Եղբայրները ստեղ բանան, ինչ բարեկան իրավունք երկուսի հետ կապված էլ գործ է հարուցվել ախր։ Քաղաքական պատասխանատվություն դուք հիմա օրինակ եք բերում մարդկանց, որոնց հետ կապված որևէ գործ ժամանակին չի հարուցվել եւ ինչ ուզել արել են։ Վատ արել, շատ վատ են արել։ Նույն ձեր Չարենցավանում։ Շատ վատ են արել։ Ձեր եւ իմ հարազատ Չարենցավանում։ Ինչ են արել մեր Չարենցավանում։ Չկար բան Չարենցավանի բան, մարզպետ նշանակված, բան քաղաքապետ, չգիտեմ նշանակված։
Չգիտեմ, դուք եթե գտնում եք, որ ոչ մի բան չի արել, Մարզպետ կամ քաղաքապետ տարօրինակ է, որ դուք չեք նկատել արված բաները։ Դե որ նկատել եք, ուրեմն վերջ, գործ հարուցվել է իրենց բարեկամների արածների հետ կապված։ Հիմա ասեմ գործ է հարուցվել ժողովուրդ։ Կարելի է թողնենք, որ համակարգը քննի գործը։ Քաղաքական պատասխանատվություն կրելու են իրենց հարազատների, իրենց զավակների եղբոր Պարոն Կոնջորյանը մեր լավագույն թիմակիցներից է, շատ պատասխանատու պաշտոնյան է հավակնում եւ ես վստահ եմ, որ նա ուրեմն ընտրվելու է եւ շատ լավ համակարգել է։ Երբ Ռուբեն Հայրապետյանը ներողություն լավ օրինակներից մեկը, երբ որ հարսնականում տեղի ունեցավ դեպքը, Ռուբեն Հայրապետյանի հարազատները չէին, թիկնապահները ծեծեցին, մարդ սպանեցին, Ռուբեն Հայրապետյանը ճնշման ներքո քաղաքական պատասխանատվություն ստանձնեց եւ կդրեց մանդատը գնաց հեռացավ քաղաքականին։ Բժշկի էին, չէ՞, ծեծել։ Այո, շատ վատ են արել։ Ծեծել են, սպանել են նախկիների օրոք են վատ նախկիների։ Ռուբեն Հայրապետյանը բայց ես ուրախ եմ, որ դուք այս երկու դեպքերը բերում եք իրար կողք եք դնում եւ քաղաքացիները կարող են Դուք նաև կարող եք հիշել Պապլավոկի դեպքը, բայց որի համար մինչև այսօր որը կարող եք մարտի 1-ը բերել օրինակ, որը համարում են, որ այդ քաղաքացիները անմեղ զոհեր չեն։ Այսինքն, տենց բան եք էլի անում։ Բերում եք համեմատում եք եւ ես ուրախ եմ, որ ձեր բերած օրինակները այս էլի քննադատելի օրինակի կողքը դնելով քաղաքացիները կարող են տարբերությունը տեսնել մեր եւ նախկին իշխանությունների։ Բայց պատասխանատվություն չեք ստանձնում։ Если там... Смотрю.